Արա, եթե բան չկա բանավիճելու, վեր ընկեք տեղներդ, ձեններդ կտրեք։ Հակառակ դեպքում Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ։ պատերով էլ կտա։ Եվ այդտեղի ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, իրեքիդ էլ վերաբերվում է, հերիքան ներվերներից հետ խաղակ։ Նա համբերատար է ու խաղաղասեր, երբ խոսքն իր քաղաքական հակառակորդների մասին չէ, որ իր իսկ ձևակերպած խաղաղության օրակարգն է Բաքուն պատերով տալիս, սադրում ու մեղադրում Հայաստանին։ Սա այնքան էլ չի նյարդայնացնում Նիկոլ Փաշինյանին, առնվազն հրապարակային խոսքում։ Այո, մենք չենք շարունակելու Ղարաբաղի շարժումը, ուզում եք թռեք վերև, ուզում եք իջեք ցած։ Բաքուն հենց սա է ուզում, բայց փաստաթղթավորված։ Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջն այս մասին է։ Ալիևի հատուկ ներկայացուցիչն է կոչ արել հայկական կողմին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը, փոփոխություններ կատարելով սահմանադրության մեջ։ Էլչին Ամիրբեկովի խոսքով այդ հնարավորությունը հավերժ չի լինելու եւ սխալ կլինի այն բաց թողնելը։ Ադրբեջանական կողմը պահանջում է, որ Հայաստանը ոչ միայն հրաժարվի այսպես կոչված տարածքային պահանջներից, այլև դուրս բերի օտար ուժերը սահմանամերձ տարածքներից։ Վերջինը պայմանագրի 17 կետերից մեկն է։ Հայաստանը դեմ չէ, միայն թե ասում են ստորագրումից հետո։ Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցություններ սկսել համաձայնագրի տեղի եւ ժամկետների համաձայնագրի ստորագրման տեղի եւ ժամկետների վերաբերյալ եւ այս պահին սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանք։ Խաղաղության հայկական տեսլականը Ղազախստանում ներկայացրել է արտաքին գործերի նախարարը։ Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում եւ սահմանազատման գործընթացի իրականացում Ալմաաթայի հռչակագրի դրույթների վրա։ Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացում ինքնիշխանության, իրավազորության, հավասարության եւ փոխադարձության սկզբունքներով։ Ըստ Միրզոյանի այսպիսին է գործընթացի վերջնական ամփոփումը։ Ակնհայտորեն համապարփակ կարգավորման համար կարևոր է նաև մարդասիրական հարցերի հասցեագրումը, այդ թվում անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզաբանումը եւ ռազմագերիների պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակումը։ Նախարարն ուռտնում իհարկե մինչ այս էլ հանգամանալից տեղյակ էր Հայաստանի տեսլականին, կառուցողական մոտեցումներին, հաշվի առնելով այն, որ նա գործընթացից անմասն չի մնացել, նախորդ տարի Ալմատիում հյուրընկալել է իմ եւ Ադրբեջանի նախարարի հանդիպումը, այսօր շեշտել եմ, որ երկար բանակցություններից հետո հիմա ժամանակն է ստորագրել համաձայնագիրը եւ առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու եւ տնտեսական հնարավորությունների բացման ուղղությամբ։ Միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ Երևանն ու Աստանան ունեն նույն տեսակետը, շեշտել է Ղազախստանի դիվանագիտության ղեկավարը։ Ղազախստանը հետևողականորեն հանդես է գալիս բոլոր վիճելի հարցերի միայն խաղաղ ճանապարհով լուծման օգտին, հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա։ Այս համատեքստում մենք լիովին աջակցում ենք խաղաղության համաձայնագրի ստորագրման Երևանի եւ Բաքվի ցանկությանը։ Միրզոյանին ընդունել է նաև Ղազախստանի նախագահը։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը։ Տոկաևը հույս է հայտնել, որ այս նշանակալի իրադարձությունը կդառնա Հայաստան-Ադրբեջան կայուն խաղաղության հաստատման առաջին քայլն ու կնպաստի տարածաշրջանի համագործակցության զարգացմանը Ղազախստանի ու Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների հետ։ Էրմինե Ղարիբյան, Էպիկենտրոն։